Ամերիկյան դպրոցներում արհեստական բանականությունը կդառնա պարտադիր առարկա։ Երեխաները տարրական դպրոցից մինչև ավագ դպրոց պարտավոր են ու պետք է իմանան արհեստական բանականության տարրական հիմունքները։ Նախատեսվում է ուսուցիչների լայնածավալ վերապատրաստում, նոր ուսումնական ծրագրերի ներդրում եւ հատուկ նախագծեր, որպեսզի երեխաները ժամանակակից աշխարհին համահունչ գիտելիքներ ձեռք բերեն եւ պատրաստ լինեն ապագայի աշխատաշուկային։ Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է մրցույթ, որտեղ երեխաները կարող են ներկայացնել արհեստական բանականության նորարարական տեխնոլոգիաները։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես տարրական, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտները։ Թողարկման մյուս թեմաների մասին անոնսից հետո։ Ամերիկացի 3 երեխաները եւ նրանց մայրը արտաքսվել է ԱՄՆ-ից առանց դատական գործընթացի եւ հիմնավորումների։ Կոլորադոյում գիշերային ակումբից ավելի քան 100 ներգաղթյալներ են ձերբակալվել, նրանց տեղափոխել են կալանավայրեր։ Լոս Անջելեսի դպրոցում աշակերտները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, ինչ է տեղի ունեցել։ Ինչ նոր տիկնիկներ են հայտնվել ԱՄՆ-ում, խմբաքանակները խանութներից սպառվում են րոպեների ընթացքում։ ԱՄՆ-ում քաղցկեղի բուժման նոր եղանակ են առաջարկում առանց քիմիոթերապիայի ու վիրահատության։ Թրամփի նոր քաղաքական շոուն ինչու են շուկայում հայտնվել Թրամփ 2028 գրությամբ շապիկներ եւ գլխարկներ։ Շեյնից եւ Թեմուից էժան գնումներ կատարելը շուտով երազանք կդառնա, ինչ է փոխվել գնային քաղաքականության մեջ։ Թրամփը կասկածի տակ է դնում Պուտինի խաղաղության խոստումները, հանդիպել են Զելենսկին ու Թրամփը։ Աշխարհում ռազմական ծախսերը հասել են ռեկորդային 272 տրիլիոն դոլարի, որոնք են ամենաշատ ծախսվող երկրները։ Եվ վերջում ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր նյութ ԱՄՆ-ի կենսաթոշակային համակարգի մասին։ Ձեզ կպատմենք, թե ինչպես կարող եք ստանալ մինչև $5000 ամսական թոշակ, այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Սկանդալային դեպք նահանգներում։ 3 անչափահաս երեխաները ու նրանց մայրը արտաքսվել են Հոնդուրաս։ 4-ամյա անչափահաս երեխան, որը քաղցկեղով հիվանդ է, արտաքսվել է առանց անհրաժեշտ դեղորայքի։ Ընտանիքը չի հասցրել շփվել ոչ փաստաբանի եւ ոչ էլ ազգականների հետ, նշեմ, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում առանց դատական գործընթացի։ Երեխաների հայրը մնացել է ԱՄՆ-ում, չկարողանալով միջամտել արտաքսման ընթացքին։ Ազգային միգրացիոն ծառայությունը մեղադրել է այսին երեխաների խնամքի հարցում իրենց ներքին կանոնները խախտելու համար։ Պաշտոնյաները հաստատել են երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են։ Ընտանիքները փորձում են հասկանալ իրենց հետ կատարվածը եւ փնտրում են վերադարձի հնարավոր ուղիներ։ Ազգային միգրացիոն ծառայությունն ու փաստաբանները միջադեպը որակել են որպես անօրինական, հակասահմանադրական եւ անմարդկային գործողություն, պահանջելով պատասխանատվության ենթարկել պատասխանատու պաշտոնյաներին։ Կոլորադո նահանգի գիշերային ակումբներից մեկում 100 ներգաղթյալ է ձերբակալվել, նշեմ, որ ակումբը մի քանի ամիս շարունակ գտնվել է տեղի իշխանությունների վերահսկողության ներքո, հետաքննություն է իրականացվել թմրանյութի ապօրինի շրջանառության եւ մի շարք այլ կասկածելի դեպքերի վերաբերյալ։ Տարածված տեսագրություններում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում, երբ դաշնային գործակալները կոտրում են պատուհաններից մեկը։ Բոլոր ձերբակալված ներգաղթյալները տեղափոխվել են կալանավայր, ակումբում գտել են թմրանյութեր եւ զենքեր։ Ձերբակալվածների թվում եղել են նաեւ զինծառայողներ, որոնք կամ հաճախում էին ակումբ, կամ աշխատում էին այնտեղ որպես անվտանգության աշխատակիցներ։ Թրամփը իր հերթին սոցիալական մեդիայում հրապարակել է գործողության տեսանյութը, այն որակելով որպես մեծ արշավ երկրի ներսում գտնվող ամենավտանգավոր ապօրինի մարդկանց դեմ։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները պատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։
Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Կալիֆորնիայի Հայլենդ քաղաքի ավագ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների եւ աշակերտների միջև։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու աշակերտներ հարձակվում ոստիկաններից մեկի վրա, երբ ոստիկանները ցանկացել են միջամտել ու դադարեցնել կռիվը։ Երբ ոստիկաններից մեկը փորձել է կալանավորել կռվի մասնակիցներից մեկին, մյուս աշակերտները սկսել են վիճել, հրել եւ հարվածել նրան, փորձելով ազատել իրենց համադասարանցուն։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է իրավիճակը սրվում, երբ մի քանի աշակերտ ֆիզիկական դիմադրություն է ցուցաբերում ոստիկանների հանդեպ։ Վերջի վերջո ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերում դպրոց իրավիճակը վերահսկելու եւ կարգ ու կանոն վերականգնելու համար։ Կալիֆորնիայի կրթական համակարգի վիճակը մտահոգիչ է։ Երրորդ դասարանցիների գրեթե 60%-ը լավ չի տիրապետում անգլերենի պահանջվող մակարդակին։ Նշեմ նաև, որ խնդիրը լուծելու համար տեղի իշխանությունները ցանկանում են մի նոր մեխանիզմ ստեղծել, ըստ որի ուսուցիչները պետք է ունենան հատուկ պատրաստվածություն։ Վերապատրաստումից հետո ուսուցիչները պետք է կարողանան արդյունավետ աշխատել բոլոր աշակերտների հետ, ներառյալ այն երեխաների, որոնց համար անգլերենը մայրենի լեզու չէ։ Այս մոտեցումը կօգնի ոչ միայն բարելավել կարդալու հմտությունը, այլև կբարձրացնի ընդհանուր կրթության որակը Կալիֆորնիայի տարրական դպրոցներում։ Փոքրիկ, ատամնավոր ու մի փոքր էլ վախեցնող արտաքին ունեցող տիկնիկները դարձել են նորաձևության վերջին միտումներից մեկը։ Այս տեսքով տիկնիկները, երբ հայտնվում են վաճառասեղանին, միանգամից սպառվում են։ Սկզբում մեկ տուփի գինը ընդամենը $27.99 էր, սակայն վերավաճառողներն այն արդեն կրկնակի են վաճառում։ Տիկնիկները վաճառվում են փակ տուփերով եւ գնորդը չի իմանում, թե որ մոդելն է ստացել մինչեւ տուփը բացել է։ Լոս Անջելեսում բնակվող բլոգերներից մեկը պատմել է, որ ունի արդեն բոլոր գույները եւ դրանք ամրացնում է պայուսակներին եւ գոտիներին։ Լոս Անջելեսի մեծ առևտրի կենտրոններից մեկում տիկնիկների հետ կապված միջոցառումները այնքան մարդաշատ են լինում, որ արդեն պահանջում են ոստիկանության միջամտությունը։ Բժիշկները գտել են քաղցկեղի բուժման նոր ու արդյունավետ եղանակ, այն է իմունոթերապիան։ Եվ այսպես 71-ամյա կինը, ում մոտ հայտնաբերվել էր կերակրափողի քաղցկեղ, բուժվել է առանց քիմիոթերապիայի, ճառագայթման կամ ծանր վիրահատության։ Փորձարկման արդյունքները շատ հուսադրող են։ Առաջին խմբի բոլոր հիվանդները ամբողջությամբ բուժվել են, իսկ երկրորդ խմբում հաջողվել է բուժել 61%-ին առանց վիրահատության եւ քիմիոթերապիայի։ Պացիենտներից մեկը նշել է, որ այս բուժումը իր համար վիճակախաղում հաղթելու նման մի բան է։ Բժիշկները զգուշացնում են, որ այս մեթոդը վերաբերում է միայն որոշակի տեսակի քաղցկեղի մոտ 1-2% դեպքերին։ Այնուամենայնիվ նրանք ընդգծում են, որ իմունոթերապիայի կիրառումը կարող է առաջիկայում փոխել քաղցկեղի բուժման մոտեցումները, թույլ տալով հազարավոր հիվանդների խուսափել ծանր վիրահատություններից ու բուժումներից։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Ամերիկայում տղամարդկանց եւ կանանց քաղաքական տարաձայնությունները սուր են հատկապես երիտասարդ սերնդի մոտ։ 18-ից 29 տարեկան տղամարդկանց 45%-ը կողմ է Թրամփին, մինչդեռ կանանց միայն 24%-ն է աջակցում նրան։ Մասկին էլ դրական է գնահատում երիտասարդ տղամարդկանց 43%-ը, իսկ կանանց միայն 20%-ը։ Երիտասարդ կանանց 52%-ը ավելի շատ մտահոգված է ԱՄՆ-ում ժողովրդավարության թուլացման վտանգով եւ աբորտի իրավունքների սահմանափակմամբ, մինչդեռ տղամարդկանց համար հիմնական խնդիրն այսօր տնտեսության վիճակն է։ Թրամփի կազմակերպության օնլայն խանութում սկսել են վաճառել Trump 2028 գրությամբ կարմիր գլխարկներ եւ շապիկներ, ակնարկելով Թրամփի երրորդ նախագահության ժամկետը, թեև ամերիկյան սահմանադրությունը արգելում է 3 անգամ նախագահ ընտրվել։ Գլխարկները վաճառվում են $50, շապիկները 36 եւ դրանց վրա քաղաքական ուղերձներ են գրված։ Թրամփն ինքը վերջերս հայտարարել էր, որ մեծ թվով մարդիկ ուզում են իր վերադարձը, սակայն առանց սահմանադրական փոփոխության այդ տարբերակը անհնար է։ Վերջին հնարավորությունն է Շեյնից եւ Թեմուից էժան գնումներ կատարել։ Գները սկսել են աճել ԱՄՆ-ի բարձրացած մաքսատուրքերի պատճառով։ Շուտով կվերանան նաեւ արտոնությունները, որ մինչեւ $800 պատվերները կարող են մտնել երկիր առանց մաքսատուրքերի։ Եթե դեռ պլաններ ունեք էժան գնումների, ապա շտապեք։ Շուտով նույն ապրանքները կարող են ել ավելի թանկ լինել։
Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Վատիկանում Հռոմի Պապի հուղարկավորությունից առաջ հանդիպել են Թրամփն ու Զելենսկին։ Սպիտակ տունը այն անվանել է արդյունավետ հանդիպում, իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակը այն համարել է կառուցողական։ Հանդիպումից ժամեր անց Թրամփը սոցիալական իր էջում գրել է, որ կասկածում է Պուտինի խոսքերի անկեղծության վրա, թե ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Նա նաև հիշեցրել է, որ վերջին օրերին խաղաղ բնակավայրերի վրա հրթիռային հարվածները խոսում են հակառակի մասին։ Թրամփը նաև նշել է, որ բանակցությունները գրեթե ավարտին են հասել, սակայն զգուշացրել է, որ իրավիճակը դեռ կարող է փոխվել։ Ֆլորիդայի Քլիրվոթեր քաղաքում ուղևորատար լաստանավը բախվել է նավակին։ Մեկ մարդ մահացել է, տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Բախումից հետո նավակը տեսադաշտից կորել է, ավելի ուշ հայտնվել։ Տուժածները եղել են լաստանավի ուղևորներից, որոնց թվում կային և տեղացիներ, և զբոսաշրջիկներ։ Երկու ծանր վիրավորներ ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ստացել է ազդոսկրի կոտրվածք, մյուսի վիճակի մասին մանրամասներ հայտնի չեն։ Մյուս տուժածներին տեղում են առաջին բուժօգնությունը տրամադրել։ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ մահացել է։ Փրկարարները հայտնել են, որ իրենք տեսել են, թե ինչպես է մեքենան ջրասույզ լինում։ Նշեմ նաև, որ փրկարարներին չի հաջողվել ժամանակին հասնել և օգնություն ցուցաբերել։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին լքել վտանգի գոտիները, քանի որ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Միևնույն ժամանակ այս շրջաններում պահվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ, ուժեղ քամիների և չոր օդի պատճառով։ 36 միլիոն մարդ Տեխասից մինչև Միչիգան հայտնվել է ուժեղ փոթորիկների վտանգի գոտում։ Մինեապոլից, Չիկագոյից և Օկլահոմայից մեր հետևորդներին զգուշացնում ենք, որ զգոն լինեն, քանի որ ամենաուժեղ փոթորիկները սպասվում են կեսօրից հետո և կշարունակվեն ամբողջ գիշեր։ Հնարավոր է տորնադոներ, կարկուտ և ավերիչ քամիներ։ Վատ եղանակը առաջիկա օրերին կշարունակվի տարածվել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, հասնելով Նյու Յորք և նրա շրջակա շրջանները։ Թեպետ փոթորիկների հիմնական ալիքը կթուլանա, բայց որոշ հատվածներում ուժեղ ամպրոպների և կարկուտի վտանգ դեռ կմնա։ Հատուկ Ֆլորիդայի Օրլանդո քաղաքից մեզ հետևողների համար հրաշալի լուր ունենք։ Գիտեք, որ ընդամենը մեկ ամսից ձեզ մոտ կբացվի Universal Epic Universe-ի նոր զվարճանքի զբոսայգին։ Այստեղ կհայտնվեք 5 տարբեր աշխարհներում։ Կտեսնեք զվարճանքի շոուներ, կհանդիպեք սիրելի հերոսներին, կփորձեք հատուկ սնունդ և ըմպելիքներ ու կզբոսնեք գեղեցիկ այգիներով։ Պարկում ստեղծվել են արկածային միջավայր, այնպես որ ամեն քայլափոխի ձեզ կզգաք մեկ ուրիշ աշխարհում։ Տոմսերի գները սկսվում են $139 և կարող են հասնել մինչև $199, կախված ընտրված ծառայությունից։ Անկախ նրանից, Օրլանդո եք գալիս ուրիշ նահանգից, ուրիշ երկրից, թե տեղացի եք, կարևոր է այցը նախապես պլանավորել, որպեսզի լիովին վայելեք նոր արկածները։ Սիրելի հետևորդներ, հաղորդման այս հատվածում ձեզ համար առանձնացրել ենք հետաքրքիր վիճակագրություն ռազմական ծախսերի մասին, որը վերաբերում է ոչ միայն Ամերիկային, այլ նաև ամբողջ աշխարհին։ Նշեմ նաև, որ 2024 թվականը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են պատերազմներն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները բերում ռազմական ծախսերի ավելացմանը։ 2024 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը հասել են $997 միլիարդ, նախորդ տարվա համեմատ աճելով 5.7%-ով։ Այս ցուցանիշը ԱՄՆ-ն ապահովել է ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերի 66%-ը և համաշխարհային ծախսերի 37%-ը, մնալով աշխարհի խոշորագույն ռազմական ֆինանսավորողը։ Համաշխարհային ռազմական ծախսերը 2024-ին աճել են 9.4%-ով և կազմել $2.72 տրիլիոն։ Սա սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաարագ աճն է, որը պայմանավորված է գլոբալ լարվածությունների ուժեղացմամբ, հատկապես Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանը 2024-ին ռազմական կարիքների համար ծախսել է $149 միլիարդ, իր հնայի 7.1%-ը, իսկ Ուկրաինան 64.7 միլիարդ, կազմելով հնայի 34%-ը, դառնալով աշխարհում ռազմական ծախսերի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը։
Սիրելի հետևորդներից, դուք գիտեք, որ Ամերիկայում կարող եք ստանալ ամսական $5000 թոշակ, ու նշեմ, որ այս ամենը միջին թիվ չէ, ոչ բոլորը կարող են ստանալ այս գումարը։ Այս ամենից կարող են օգտվել ոչ միայն քաղաքացիները, այլ նաև ներգաղթյալները։ Այս հնարավորությունը բաց է նաև ԱՄՆ եկած հայերի համար, եթե օրինական ապրել ու աշխատել են ԱՄՆ-ում, կարող են օգտվել այս համակարգից։ ԱՄՆ-ում միջին կենսաթոշակը կազմում է մոտ $1976, բայց եթե ցանկանում եք հնգապատկել այդ թիվը, հետևեք մեր խորհուրդներին։ Եվ այսպես, նախ հարկավոր է աշխատել առնվազն 35 տարի եւ այդ ընթացքում պաշտոնապես գրանցված լինել եւ վճարել բոլոր հարկերը։ Եթե աշխատած տարիները քիչ են, թոշակի չափն էլ է նվազ։ Նշեմ նաև, որ երկրորդ կարևոր պայմանն այն է, որ ձեր այս տարիների վաստակած գումարը պետք է բավականին բարձր լինի։ Օրինակ 2025 թվականին անհրաժեշտ է տարեկան մոտ $176,000 կամ ավելի եկամուտ ունենալ։ Եթե ձեր եկամուտը այս սահմանը չի հասնում, ապա նվազում է կենսաթոշակի գումարը։ Երրորդ պայմանն այն է, որ եթե ուզում եք ստանալ ամենաբարձր թոշակը, պետք է սպասեք մինչև դառնաք 70 տարեկան։ Եթե թոշակի դիմեք 62-ում, գումարը շատ ավելի քիչ կլինի, ամսական մոտ $2830, բայց եթե սպասեք մինչև 70 տարեկան, կարող եք ամեն ամիս ստանալ մինչև $5100։ Մեկ այլ կարևոր պայման էլ կա։ Պետական կենսաթոշակային համակարգը հաշվում է 35 ամենաբարձր եկամուտ ունեցող տարիները, ոչ թե միայն վերջինները։ Այսինքն, եթե վերջին տարիների ընթացքում դուք աշխատում եք այնպիսի վայրում, որտեղ ստանում եք բարձր եկամուտ, ապա արժի շարունակել աշխատել նույն վայրում, եթե ցանկանում եք, որ ձեր թոշակը բարձր լինի։ Եթե դուք նոր եք տեղափոխվել ԱՄՆ եւ սկսել եք աշխատել, պետք է իմանաք, որ թոշակ ստանալու համար հարկավոր է գոնե 10 տարվա գրանցված աշխատանք ունենալ։ Թոշակի չափը կախված է ձեր աշխատանքային տարիների եկամտից, որքան բարձր է եղել ձեր աշխատավարձը եւ որքան երկար եք վճարել հարկեր, այնքան բարձր կլինի թոշակը։ Մեկնաբանություններում գրեք, թե քանի տարվա աշխատանքային փորձ ունեք նահանգներում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։